Տիգրան Բարսեղյան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ Մարդ, ով իրեն վերապահված պատասխանատվության համաձայն պետք է օրինակ ծառայի իր թիմակիցներին։ Այնինչ ինչ է անում, վերցնում ու անգամ արևելյան մարտարվեստներում արգելված հնարքով գլխով տապալում է մրցակցին։ Տապալում է մի խաղում, որը մեզ համար ավելի քան պատասխանատու էր։ Չգիտեմ, բարեկամներ, ես սովորաբար ոչ մեկին չեմ դատում, չեմ դիտարկում, դա իմ լիազորությունը չի, ես դրա իրավունքը չունեմ, Աստվածաշունչն էլ է ասում՝ մի դատիր։ Բայց երեկվա դեպքը առանձնահատուկ էր ու ես չեմ կարող այդ մասին չխոսել։ Գիտեք, մեր կյանքում, մեր իրականության մեջ ուրախանալու քիչ բան է մնացել։ Ու դրանցից այդ քչերից մեկն էլ ֆուտբոլն էր, որը նույնպես վերջին տարիներին այդքան էլ հաջող չի ստացվում մեր հավաքականի կատարմամբ։ Բայց կոնկրետ երեկվա խաղում բոլորիս մոտ հույս կար, հույս էր արթնացել, որովհետև բավականին հաջող դասավորվեց խաղը։ Շատ լավ պայքար էր, շատ հավասար խաղ էր, անգամ տարածքային առավելություն ուներ մեր հավաքականը։ Ու երկրորդ խաղակեսի սկզբում, այն ռուսերեն ասած «Ни с того, ни с сего» մեր ավագը որոշում է տղայական տաքարյունություն դրսևորել ու մի խաղում, որը որ մեզ համար ճակատագրական էր, գոնե երկրորդ տեղ զբաղեցնելու ու դրա արդյունքում որոշելու արդյոք հնարավորություն ունենք մեր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության հիմնական փուլում խաղալու, վերցնում ու գլխի տգեղ հարվածով ոտնատակ է տալիս մրցակցին, որը իհարկե բնականաբար սադրում էր, այո, հենց ֆուտբոլիստի մեծությունը, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մեծությունը այն է, որ չտրվի սադրանքին, եւ կյանքում, եւ մեծ ֆուտբոլում ցավոք սադրանքը անխուսափելի է, բա հենց պրոֆեսիոնալի մեծությունը դրանում է, որ չտրվի այդ սադրանքին։ Այդ այսպես ասած կուտը չուտի էլի, ինչի համար կարելի էր երեկվա խաղը այտենց ջարդուփշուր անել բոլորիս հույսերը, սպասելիքները։ Ես հիշում եմ Բանանց ֆուտբոլային ակումբի ստեղծման պատմության տարիները 92 թվական առաջին ավագը Բանանցի Սամվել Կոստանդյանն էր, սովետական միության փլուզումից հետո երբ թիմը նոր ձևավորվեց։ Գիտեք ինչ օրինակելի ավագ էր։ Չեք պատկերացնում, ինքն իր հեղինակությամբ մարում էր դաշտում ցանկացած կոնֆլիկտ, ցանկացած լարված իրավիճակ, ինքն իր ուղակի իր ներկայությունը արդեն բավական էր, որ երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ այսպես ասած զգաստանային ու դադարեցնեին անգամ փոքրիկ այսպես լեզվակռիվ կամ բան։ Ավագը այդպեսին պետք է լինի իրականում, ավագը պետք է իրոք օրինակելի լինի։ Չգիտեմ, մեր հավաքականում երկրորդ ավագն է Տիգրան Բարսեղյանը, որն աչքի է ընկնում տաքարյունությամբ, մինչև այդ Վարազդատ Հարոյանն էր, որը ինչքան ես եմ հիշում, հազվադեպ խաղեր էին, որ առնվազն դեղին չէր ստանում, էլի։ Ավագի չափանիշները իմ կարծիքով պետք է բոլորովին այլ լինեն։ Երեք երկրորդ խաղակեսում կար մարտավարական, հատկապես երկրորդ խաղակեսի սկզբում փոփոխություններ, Սելարայանը մտավ, կար շատ հստակ ձեռագիր, մարշչական առաջադրանքը զգացվում էր, ու մենք շատ սիրուն բանի կարողականատես լինեինք։ Ինչ եղավ, մեր ամբողջ հույսերը, սպասելիքները արդարացան։ Լավ Տիգրան ջան, եթե այդ կարգի անհնար էր, քո այդ այսպես ասած վրեժ մուրը հանելը, չգիտեմ, աբսուրդ բան եմ ասում, բայց գոնե համբեր էիր, խաղից հետո, երբ խաղը ավարտված էր, այդ քո վրիժառությունը, այդ որ չէիր կարող էլ ոչ մի կերպ կուլ տայիր, գնայիր այդ ժամանակ ինչ որ մի բան անեիր, էլ եմ ասում, ծայրահեղ բան եմ ասում, սխալ բան եմ ասում, բայց վերջի տարբերակով գոնե այդպես անեիր, խաղն չի հարամեցիր, ընկեր ջան։ Ամբողջ ազգի հույսը, սպասելիքը ինչի ջուրը լցրեցիր, չէ որ հազիվ հույս էր արթնացել, չէ որ մարշչական ձեռագիր կար որոշակիորեն նկատելի։ Չգիտեմ ինչ կլիներ, բայց ինչի խեղաթյուրեցիր ու խաթարեցիր խաղի բնականon ընթացքը։ Գիտեք, ցավալին նաև որն է, որ երեկվա խաղում Հունգարիա-Պորտուգալիա խաղն ավարտվեց ոչ ոքի, իսկ եթե մենք էլ ոչ ոքի խաղայինք, շատ լավ հույսեր էին արթնանում հաջորդ խաղում ու իսկապես մեր շանսերը ահագին կմեծանային, բայց այն ինչ որ եղավ երեք ինձ համար կատեգորիկ անընդունելի է, մի խոսքով ես ուղղակի ուզում եմ, որ երեկվա այդ անդուր պատմությունը ինչքան հնարավոր է շուտ մոռանանք։ Ուրիշ բան մեզ չի մնում անել, բարեկամներ, քան լավատեսական լինելն ու դեպի պայծառ ապագա նայելը։
բայց պետք է ուղղակի արատավոր այս երևույթը կանխվի։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ իրենք գործ ունեն ոչ միայն իրենց հետ, այլ նաև հազարավոր երկրպագուների ազգի հետ գործ ունեն։ Չի կարելի ուղղակի վերցնել ու անդուր ձևով առնվազն էլի ոչ սպորտսմենին ոչ բնորոշ պահվածքով վերցնել ու տապալել այն մրցակցին, որը որ իրոք սադրում էր, բայց էլի եմ ասում, դու հենց դրա համար ես, որ չտրվես այդ սադրանքին։ Ինչ ասեմ, ուղղակի արատավոր ու զազրելի երևույթ էր։ Պարզապես չեմ ուզում այլևս որևէ բառ այս մասին ասել։ Դեպի լուսավոր ապագա բարեկամներ, հուսանք այսպիսի բաներ էլ չեն կրկնվի։ Պարզապես մեծ ցավ եմ ապրում, որ երկու խաղերում էլ անիմաստ միավորներ կորցրեցինք, իսկ Տիգրան Բարսեղյանի արարքը ուղղակի նորմալ բանական մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Դեպի լավ օրեր։